Միացյալ Նահանգները, դեռ ոչ մի բան չի իրականացվել, բացի հարաբերությունները վատթարացնելուց, որը շատ հեշտ է։ Նույնիսկ հարևանի հետ հեշտ է սա բանը վատթարացնել հարաբերությունները, կարող է դուք ծեծել, բացի սեռական հայանք տալ եւ վերջ, այդ պայից մեր հարաբերությունները վատացել են։ Բայց եթե ես նպատակներ ունեմ, ասենք տիրել իր բնակարանին, ինչ եւ այլն, ունեցվածքին եւ այլն, դա այդքան էլ հեշտ չի իրականացնել։ Այ հարաբերությունները խզելը շատ վատ է։ Ինչ որ ստացվել է այսօր Տրամպի կառավարության մոտ, դա բոլորի հետ հարաբերություն բացի Իսրայելից։ Ամբողջ աշխարհում եւ Հնդկաստանի հետ ոնց որ մի քիչ նորմալ են գնում գործերը, Իսրայել ու կարծես թե վերջ։ Այսինքն դա միակ բանն է, որ ինձ դեռ հաջողվել է։ Հիմա ասենք Տրամպը իր այդ արքայական ոճով իսինք իրեն թագավորի հետ համատում է, ինչը ամերիկյան նախագահի համար անընդունելի բան է, որովհետև ամերիկյան հեղափոխության նպատակը, որ միապետություն չլիներ, ինչև է։ Ես ցար Տրամպը իմ բարի պահն է, քեզ եմ նվիրում բանը ոնց էր այն կինոյի նման Լեհաստան օրինակի համար։ Ինչը դուք մտածում եք, որ Ռուսաստանը վիճակի է մտնել այդ Լեհաստանը վերցնել, դիմակայել ողջ Եվրոպային, ՆԱՏՕ-ին, նույնիսկ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, լեհ ժողովրդի աշխարհի ամենահամար եւ պայքարող ժողովուրդներից մեկին, հաղթարել ուկրաինացիների բանը, այն նույն բանն էլ Հարավային Կովկասն է։ Չունի պոտենցիալ Ռուսաստանը այսօր ընդլայնվելու, ինքը իր պոտենցիալը վերջին տվեց այս անիմաստ պատերազմին։ Իսկ Տրամպը կողմից կարող է լինել պրովոկացիաներ, ինքը սիրում է պրովոկատիվ անձնավորություն է, ասի թե գնա վերցրու։ Եվ հետո ինչպես իրենք պրովոկացիաներ են անում Գրենլանդիայի Տրամպական կուսակցությունը, այս մի քանի օր առաջվա ընտրություններում 1% է ստացել։ Միակ կուսակցությունը, որ ֆինանսավորվում էր Մասկի կողմից եւ Ամերիկային միանալու կոչեր անում 1% է ստացել։ Ուզում եմ ասել, այդ բայց բաները պրովոկացիաները շարունակվում են, որովհետեւ դա դարձել է Եվրոպայի հետ տարիֆային պատերազմի եւ ընդհանրապես աշխարհայացքային պատերազմի տարր արդեն Գրենլանդիան։ Այդպես կարող է լինել, բայց նորից եմ կրկնում, դեռ ոչ մի հաջողություն արտաքին քաղաքականության մեջ Տրամպի ադմինիստրացիան չի ֆիքսել։ Ֆիքսել է բազում անհաջողություններ։ Օրինակ կանադական նացիոնալիզմի զարթոնքից ավելի մեծ վնաս Միացյալ Նահանգներին անհնար է պատկերացնել։ Քեջ քաղաքակիրթ, բարեկիրթ կանադացիները, որոնք սկի ամաչում են, որ իրանք կանադացի են առումով, որ չի կարելի է պարտանալ կանադացի լինելով։ Դա ինչ բան է, արդեն դարձել են հայրից բետար ժողովուրդ, ման են գալիս ամերիկացի են պատրում որ խփեն։ Այսինքն դրան են հասել։ Եվրոպացիները քնած փապկամազիկ, այդ սոցիալական տարբեր բաներով մեղմացած եվրոպացիները ֆանտաստիկ է 73%-ը գտնում է, որ Եվրամիությունը պետք է մնա եւ հզորանա, կասեք բայ 27-ը, բայց միշտ եղել է 30-35% բանի դեմ, այսինքն ընկել է 63-64%-ը գտնում է, որ ռազմական միավոր պետք է դառնա։ Այն 36-ն էլ ոչ թե դեմ է, որ դառնա, այլ ծախսերը չի ուզում դրա տանել, որովհետև լավ կյանքը մարդուն թուլացնում է, էլի ավելի դա չի ուզում, ասենք ամսական իր ընտանեկան բյուջեն 100 եվրոյով կչանա։ Դա ուրիշ բան չկա, դա ուրիշ թեմա չկա։ Ուրեմն դրան հասան, որ Եվրոպան դառնում է իսկ դա որոշումը ընդունված է, արևմտյան քաղաքականության համար կարևոր է։ Որոշումը փողը Այսքան որոշումը պատասխանատու ես դու դրան գնացին աշխատելու իրենք այդպես են աշխատում փողը արդեն 800 միլիարդը առանձնացված է Հունգարիային չեզոքացնելու միջոցը արդեն գտել են ուրեմն հայտարարությունները արվելու են 26 պետության համաձայնություն որպես ոչ թե որպես Եվրոպական միության որոշում որտեղ դեռ կա վետո իրավունք այլ որ 26 երկրով պարզապես այսպես պատահական միտեղ հավաքվեցինք, որոշումը տունեցինք եւ ամեն մեկը մեզանից պատասխանատու է որոշման կատարելու համար։ Դե Հունգարիան էլ չի մտնում այդ 27-րդն է չի մտնում։ Վերջերս, այսինքն այդ բաները 10 տարի է իրենք ճակատ են տալի Օրբանի դեմ չեն կարողանում այդ խնդիրը լուծեն։ Մեկ շաբաթվա ընթացքում լուծում գտան։ Կյանքն է ստիպում եւ դա Տրամպի քաղաքականությունն է։ Այնպես որ ասում եք Տրամպը հարավային Կովկասը տա Ավստրալիային, ասում կարա Տրամպը տա։ Հետո Ռուսաստանին, ինչի Ավստրալիային։ Ինչի այդքան հեռու գնացինք։ Եթե դուք մտածում եք, որ Ռուսաստանի
հնարավորությունները վեցնել հարավային Կովկասը շատ ավելի մեծ են, քան Ավստրալիայինը, մեծ են իհարկե, բայց ոչ այդքան ինչքան։ Ռուբիոն չէր խոսի Ֆիդանի հետ այդ դեպքում հարավային Ես Կովկասի մի բանից եմ վախենում, չնայած ես խոս տվեցի, որ այդպեսի բաներ չպետք է ասեմ, բայց եկեք լավ։ Ընդհանրապես մտահոգություն է։ Կա 90-ական թվականների այսպես գիծը արևմուտքի, որ պետք է հիշել, որ 90-ական թվականներն են։ Սովետական միությունը իրանց համար փակ երկիր է եղել, ոչ ընդհանուր ճանապարհներ կա, ոչ մի բան չկա։ Ընդհանրապես այլ մոլորակ է եղել սովետական միությունը եւ կոմունիստական երկրները իրենց համար։ Սա մեկ։ Երկրորդը տեխնոլոգիաները համատեք 90-ական թվականներին այն ժամանակ հիմա երեջայլները չեն պատկերացնի, որ ասենք այսպես կոչված հեռախոսը խելախոսը չեմ ասում սմարթֆոնը, ընդհանրապես մոբիլ հեռախոս չկար, ընդհանրապես այդ հասկացությունը չկար։ Մեր պատկերացման, որ փողոցում կարող ես մանգաս այսպես խոսել, դա ֆանտաստիկ։ Ինտերնետ չեմ ասում եւ այլն։ Հիմա այդ պարագաներում մենք գտնում ենք լավ ոնց անենք այդ արևմտյան միացումը։ Եվ այդ ես միշտ համատում եմ, որ պատկերացեք Վարդակը այստեղ է, պետք է միացնել այնտեղից ինչ-որ մի բան, որոնք պետք է երկարացման ինչ-որ լար լինի, որպեսզի կարողանաք, հա, կամ պերեխադնիկ են մեր ժողովուրդը ասում, որպեսզի եւ այդպեսի պերեխադնիկի դեր կատարում էր Թուրքիան, որը նույնպես այլ պարագաներ էին, որտեղ Թուրքիան իսլամիստական չէր, Էրդողան չէր, աշխարհիկ պետություն էր, Իսրայելի հետ մի հոյակապ սիրային հարաբերություններ, դա ուրիշ Թուրքիա էր, մեր համար չեմ ասում, արևմուտքի համար։ Եվ կար տեսություն, որ Թուրքիայի միջոցով Թուրքիան կլինի այդ երկարացման լարը, շատ հանգիստ հարավային Կովկասը գեղեցիկ միանում է Եվրոպային։ Ադրբեջանը դե մոտ ժողովուրդ է, համարանուն ժողովուրդ է, խնդիր չունի, վրացիները միանգամից ասացին մենք խնդիր չունենք, ծագեց հայ ժողովրդի հարցը։ Դրա համար են հիմա քայլիստները անիծում բաները, հայերի անխելքությունը, մեր կոմպլեքսները եւ այլն եւ այլն։ Կարծես դրանք բան են, պատահական են կամ հիմնավորված չեն։ Հայաստան եւ հայ ժողովուրդը մի քիչ այդ պահին խրտնեց այդ եւ արևմտականացում ասելով, որովհետեւ թե հիմա Թուրքիայի միջոցով ինչ դժվար էր պատկերացնել, որ միանգամից գնում ես կանխման մեջ պաստորեն Թուրքիայից։ Ես խոսել եմ դրա մասին, արդեն Բայդենի օրոք, Եվրամիության օրոք, Օբամայից հետո հասան այն մակարդակի, որ նախ Թուրքիան փոխվեց, ուրիշ Թուրքիա էր։ Երկրորդը կոմունիկացիաները փոխվեցին, տեխնոլոգիաները փոխվեցին։ Վերջիվերջո ժողովուրդները, որոնք ապրում են հարավային Կովկասում, փոխվեցին։ Աշխարհը բացվեց, գնացին երկրներ տեսան եւ այլն եւ այլն։ Որ այդ երկարացման լարը պետք չի։ Որ Վրաստանը ծով ունի, ծովը իրեն միացնում է Եվրոպական միությանը, Հայաստանը ունի Վրաստան եւ այդ խնդիրը նորմալ լուծվում է։ Այդ ռեգիոնալիզմի 3 գումարած 3-ի գաղափարը եւ այդ ամբողջ դավադրությունը 20 թվականին նաեւ կապված էր այդ պլանը տապալելու, որտեղ Ռուսաստանի համար դա շատ մեծ վնաս էր եւ Թուրքիայի համար, որտեղ Թուրքիան արդեն այն Թուրքիան չի։ Եվ միակ վախը կա, որ հանկարծ կարող է սա որպես մտահոգություն, ես համոզված չեմ։ Հայաստանում կան ուժերի միջալոց շատ են եւ նաեւ իշխանության են, որոնք այդ դրա կողմնակից են, ասենք Թուրքիա, որոնք որ Ամերիկան, քանի որ Եվրոպական միության հետ ունի ոչ այնքան լավ հարաբերություններ էս բային, գերադասի վերադառնալ այդ երկարացման լարի գաղափարին։ Այսինքն Թուրքիան որպես պրոքսի, որի միջոցով հարավային Կովկասը պետք է միանա արևմուտքին։ Եվրոպային է, թե որ արևմուտքին, Ամերիկ Միացյալ Նահանգներին։ Եվ սա ինձ շատ մտահոգում է։ Շատ ես հիմա իմ ամբողջ այս ուսումնասիրությունը եւ այլն ժամանակը մեծ մասը ծախսում եմ նրա վրա, որպեսզի հասկանամ որքանով է դա ռեալ։ Թրամփի ադմինիստրացիայի համար այնտեղ ընտրություններ եղել են, չի եղել եւ դեպս գաղափարապես Էրդողանը Թրամփին մոտ է։ Այդ օլիգարխիկ փակ կառավարման գաղափարը, որի կողմնակիցները այսօր դա հանրապետական կուսակցությունը չի եկել իշխանության։ Այդ գաղափարի կողմնակիցներն են եկել իշխանության։ Շատ մոտ է իրեն, դրա համար իրեն շատ համակրելի է Պուտինը անձամբ, բանը համակրելի է Էրդողանը, համակրելի է Օրբանը, ընտրությունների ժամանակ հիշում եք Օրբանի անունը տվեց։ Ինքը ավելի հակված է դեպի փակ օլիգարխիկ կառավարման։ Բայց Էրդողանի դեպքում միշտ պետք է նայել ներսից, սկզբից հետո դրսից։
պետք է հասկանալ Թուրքիայի կառավարության առաջնայնությունները։ Նմանատիպ ռեժիմների առաջնայնությունը կապ չունի, դա Հայաստանում է, Վրաստանում է, Իվանիշվիլի է, Քոչարյան, Սերժ Սարգսյանը, կամ հիմա կարող է նոր այդպես օլիգարխիկ ռեժիմ ձևավորվի, արդեն քայլիստական տիպի, ասենք, բանում, թե Պուտին է, թե Լուկաշենկո է, իրենց համար ամենամեծ առաջնայնությունը իշխանությունը պահելն է եւ ռեսուրսները, որ տալիս է իշխանության պահելը բնականաբար, բան չի, ասենք $1500 աշխատավարձով պարզապես գնալ գործի գալ ու մասին չի խոսքը, այլ երկիրը բռի մեջ պահելու բոլոր ռեսուրսներից օգտվելու։ Դա համար մեկ բացարձակ անհրաժեշտություն։ Դրանից հետո գալիս են այս կան օրինակ բացարձակապես անսկզբունքային բան որևէ գաղափարախոսություն չունեցող մարդիկ, որոնց համար ընդհանրապես մեկ է, ես այդ դիկտատորների նկատի ունեմ։ Կան ավելի գաղափարականացած, օրինակ Էրդողանը անկեղծ իսլամիստ, ինքը դրա համար նստել։ Ինքը այդ իսլամի վերածննդին, այդ օսմանյան կայսրության, խալիֆաթի եւ այլն հավատում է անկեղծ։ Ինքը ունի այդպես իմը։ Բայց իրենց համար ամենակարևորը հիմա հարց ցակեց, որ իրեն պետք եղավ Եվրոպայի հետ մերձենալ։ Եվրոպայի նորից դա տարին 4 անգամ փոխվում է։ Այս վերջի ալեքը կապված է մի քանի հարցի հետ։ Փող եւ փող, որտեղ երկրաշարժից հետո ոտքի չի կարող կանգնել Թուրքիան։ Շատ վատ տնտեսական վիճակ է։ Երկրորդը մարսել նոր տարածքները։ Դրան հակադրվելով աշխարհին դա դժվար է, պետք է համոզել աշխարհին, որ Սիրիային որպես Թուրքիայի պրոքսի պետություն ավելի լավ է, քան այն քաոսը, որը կար, օրինակի համար։ Դրա համար իրեն պետք է եւ երրորդը ամենակարևորը ինքը չի ուզում պետք է ֆորմալ գոնե հակադրվի Ադրբեջան, Իսրայել, Ամերիկա այս ծերից սկսեցի։ Այդ բլոկին, եթե սկսվի պատերազմ, որովհետև իր բնակչության 90%-ը կատի իրեն եւ կմերժի, եթե ինքը հանկարծ այդ անհավատների, Իսրայելի եւ այլն կողմից լինի այդ պատերազմը։ Ինքը նայում է, որ Եվրոպայում կա փող։ Ինքը նայեց, որ եվրոպացիները դեմ են այդ պատերազմին, իրենք չեն մասնակցելու, նույնիսկ Մեծ Բրիտանիան չի մասնակցելու։ Այսինքն Եվրոպան, միասնական եւ ԵՄ եւ Եվրոպան այս հարցում ավելի ընդունելի տեսակետ ունի հենց Թուրքիայի ժողովրդի մեծամասնության համար։ Ուրեմն կարելի է գնալ նորից սկսեցին խոսել Եվրամիությունից, բանակցություններ սկսվեցին, սկսեց գնալ։ Գերմանացիներն էլ Գերմանիայի արտգործնախարարությունն էլ ասաց մոռացիր, այն ինչ որ դու հիմա քո երկրում ես այս միջև եմ ասել, եւ Ֆրանսիան էլ ասել, Ֆրանսիան էլ ասել։ Բայց միջև դա եմ ասել։ Եվ հանկարծ վերում են հարցումներ, հա, չմոռանանք, որ 24 թվականի վերջում ընտրությունները տեղական ջախջախիչ պարտություն է կրել Էրդողանի կուսակցությունը 12-13 վիլայետ կորցրել են, բոլոր խոշոր քաղաքները կորցրել են, կամ պահել են ընդդիմությունը ձեռքում, կամ վերցրել են, չկա, վերջ, գնաց։ Հիմա վատ է վիճակը, հիմա պետք է նորից վերադառնանք առաջնայինը, որն է երկիրը պահելը, չէ, հիմա ավարտում եմ արդեն։ Անում են հարցումներ, Իմամօղլուն 4-5% Իրանից ավելի պոպուլար է, ավելին, այնտեղ անում են պրայմերիզ, օրինակ դա շատ լավ պրակտիկա է, շատ սիրում եմ ես դա, Կանադայում Քարնին ընտրեցին 130,000 լիբերալ կուսակցության անդամներ, էլի շատ լավ է, չէ, 130,000 հոգով էինք ընտրել, ոչ թե 50 հոգով հավաքվել են, գիտեք քանի հոգի է պրայմերիզին ձայն տվել Իմամօղլուն, 15 միլիոն մարդ, ես նույնիսկ քաղաքական սոցիոլոգիայի տեսակետից, որքանով ես դրանում հասկանում եմ, կարող եմ ասել, որ դա գրեթե երաշխավորված հաղթանակ է, որովհետև 15 միլիոն մարդ, դա դեռ ընտրություններն էլ չեն, տնից դուրս է գալիս, կամ ինչ որ գործողություն է անում, որպեսզի Իմամօղլուն դառնա նախագահ, ընտրությունների ժամանակ դա 30 միլիոն է, 25 միլիոն է, դա թիվ է։ Եվ ամենակարևորը ինչի համար Էրդողանը այս երկիր մոլորակի վրա կա, Թուրքիան պահելը, ձեռքից գնված։ Եվ իր մոտ կոնֆլիկտ ստեղծվեց իր դեպի Եվրոպա հետ գնալու այդ գործընթացի ու իշխանությունը պահելու։ Եվ ինքը որոշեց հիբրիդ մեթոդներով, այսինքն բռնապետություն չմրցնել, չէ քրեական գործ հարուցել, բայց դա Հայաստանում դες բան 150 անգամ եղել։
Հիշում եք Օսկանյանը, որ նախագահի տեխնացությունները զուգնել ինչ արեցին եւ միլիոն անգամ ունեցել են։ Այսպեսի ռեժիմների համար դա շատ նորմալ երևույթ է։ Ասում են 4 խոշորագույն քաղաքներում 3-4 միլիոն մարդ է դուրս եկել փողոց։ Եվ ըստ որում իրենք չեն ասում ենք դուրս ենք եկել, որովհետեւ Էրդողանը այս կուսակցության կողմն են կամ ինչ, ասում են ընտրվել է Պողոսը։ Իզմիրի կամ Անկարայի կամ Ստամբուլի բան քաղաքապետ։ Ուրեմն տենց է ժողովուրդը ուզում։ Որտեղ վաղը իսկ այդպես խոսակցություններ կան, ինքը պետք է անցներ արդեն Անկարայի քաղաքապետին։ Վաղը դուք անցներ այն վիլայետների դեմ, որտեղ ընտրությունները 2 ամիս առաջ պարտվել է։ Այսինքն Թուրքիայում հիբրիդ դիկտատուրա, ինքը մաքուր դիկտատուրա չի, ինքը ընդդիմությանը ինչ որ տալիս է տեղ շնչելու։ Եվ դրա համար հիմա իր մոտ կոնֆլիկտ է իր բացարձակ առաջնայնության մեջ պահել իշխանությունը եւ Եվրոպայի հետ լավանալ։ Եվ միանգամից իհարկե սկզբից Գերմանիան շատ ճիշտ է, հետո Ֆրանսիան ասեցին հաջողություն։ Վաշինգտոնն էլ ասեց արի հլտես մի հատ տեսնենք։ Հա, այդ դրա համար ասեմ, որովհետեւ Էրդողանի տիպը, կառավարման տիպը եւ աշխարհայացքային տիպը եւ այդ օլիգարխիկ կլեպտոկրատական տիպը ավաղ Թրամփի ադմինիստրացիային խորտ չէ։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր այս ամենը եւ եթե մենք փորձենք նորից դիտարկել Ալիևին, քանի որ հանրությունը համենայն դեպս նրանք հրաշալի կարողանում են մեր հանրության լարվածության մեջ պահել թուրքական այդ աղբյուրները եւ թուրքական ձեռագիրը եւ Ալիևի գործելավոճը, այդ թողորտանքը, այդ մշտական այդ իր ահաբեկիչ ելույթները եւ այն թեզը, որ մենք ասացինք, որ Ալիևը սպասում է X ժամի, իմ հարցն է, դեռ այդ X ժամը չի նշмарվում, ճիշտ է։ Ինչից է կախված, որտեղ է այդ մենք չունենք այդպիսի շռայլություն, որպեսզի նշмарենք կամ չնշмарենք։ Մենք real time իրական ժամանակի մեջ անընդհատ շաբաթը մեկ ինչպես բանը եղանակի տեսությունը պետք է ինչ որ պատկերացեք սանդղակ կա, ասենք 10 աշճան, որ հաստատ կլինի պատերազմ, հա? Եվ 0։ Ավելի շուտ ոչ թե կլինի, այլ պատրաստվենք։ Այո, մենք միշտ ամեն շաբաթ պիտի ասենք, չէ, դա 4-5 է նորմալ է, դա մեր ռեգիոնի համար նորմալ է։ Եթե 6 է, արդեն սկսում է մտածել, 7 է, 8 է, ուրեմն պետք է բան անել, արդեն մոբիլիզացիա սկսել, օրինակի համար, հա։ Եվ այս իրավիճակով այս բանը ես չեմ տեսնում, բայց մենք չունենք այդ շռայլությունը, մենք չենք աղթուլ տալ, այդ հնարավորությունը չունենք, մենք միշտ պետք է լինենք սպասման մեջ, քանի դեռ Հայաստանը ռազմաքաղաքական առումով չի դարձել կարևոր միավոր։ Դրա վրա պետք է աշխատել։ Եվ այդ տեսանկյունից Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծի ընդունումը տեսնում եմ այդ Եվրամիության ռազմական դաշինքի մաս։ Ես իմ հույսերը ՆԱՏՕ-ի հետ չեմ կտրում եւ խորհուրդ չի տա որևէ մեկին կտրել, որովհետեւ դե բան է, Թրամփիզմը վիրուս է, կանցնի մի օր կամ չի անցնի, ոչ մեկը չգիտի։ Կանցնի հետևանքներ կթողի։ Իսկ այս Եվրամիության եթե նոր ստեղծվող դա հետադարձություն չունի։ Չես կարող դու մի բանի մեջ ներդնես 1 տրիլիոն եվրո։ Հետո եթե դու մի բանի մեջ 1 տրիլիոն եվրո ես ներդնում, ուրեմն դա որոշում է մոտակա 25-30 տարվա համար։ Վերադառնանք այս օրինագծի ընդունումը դիտարկում եք որպես եւս այդ X ժամին պատրաստվելու միջոցներից մեկը։ Այո, բայց դուրս եմ կրկնում Հայաստանի Հանրապետությանը պետք է կառավարություն, որը վեկտոր բառից ֆոբիա չունի, որը գործակալներով այդ աստիճան լցված չէ տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի թշնամական երկրների, եւ որը Հայաստանը տեսնում է որպես ազատ երկիր, ազատ ժողովուրդների ընտանիքում։